Քիշնևում ամեն ինչ պատրաստ է Եվրագավաթային հանդիպմանը։ Հայաստանի փոխչեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր Նոան կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում կհյուրընկալվի Մոլդովայի փոխչեմպիոն Զիմբրուին։ Եթե չիմանաք, որ այստեղ մարզադաշտ կա, գուցե պարզապես անցնեք կողքով։ Ֆուտբոլային բլոգերները այս մարզադաշտը հաճախ անվանում են Եվրոպայի թաքնված մարզադաշտ, քանի որ այն փողոցից գրեթե չի երևում։ Առաջին հայացքից սովորական բնակելի թաղամաս է, սակայն մի քանի քայլ այն կողմ շենքերից բացվում է UEFA-ի չափանիշներին համապատասխան ֆուտբոլային արենա, որտեղ այսօր Նոան կսկսի պայքարը երրորդ փուլ դուրս գալու համար։ Զիմբրուն Եվրոպայի ամենաանսովոր մարզադաշտերից մեկն է, այն ամբողջությամբ շրջապատված է բնակելի շենքերով, իսկ հարակից շենքերի վերին հարկերից եւ որոշ պատշգամբներից մինչեւ այսօր հնարավոր է հետևել հանդիպումներին։ Միջազգային խաղերի օրերին նույնիսկ ոստիկանությունը վերահսկում է շենքերի մուտքերը, որպեսզի ներս մտնեն միայն բնակիչները։ Մարզադաշտի կառուցման տարիներին հարևանների մի մասը դեմ էր նախագծին աղմուկի եւ մարդաշատության պատճառով։ Արդյունքում տեղադրվեցին հատուկ ձայնամեկուսիչ վահանակներ, իսկ որոշ բնակարաններում իրականացվեցին ձայնամեկուսացման աշխատանքներ։ 2006 թվականին բացված մարզադաշտն այսօր համարվում է Մոլդովայի ֆուտբոլի գլխավոր կենտրոններից մեկը։ Այստեղ գործում է նաև երկրի միակ ֆուտբոլային թանգարանը։ Մինչև ֆուտբոլիստները պատրաստվում էին մարզմանը, Նոայի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը նախախաղային մամուլի ասուլիսում խոսեց թիմի պատրաստվածության եւ մրցակցի մասին։ Փորձեցինք հնարավորինս լավ օգտվել նախապատրաստական շրջանից։ Կարծում եմ, որ շատ բախտավոր ենք, որ կարողացանք զերծ մնալ վնասվածներից։ Մենք ուզում ենք ընկերական խաղեր անցկացնել ուժեղ մրցակիցների հետ։ Դա օգնեց բարելավել թե մեր ֆիզիկական, թե տակտիկական եւ թե հոգեբանական պատրաստվածությունը։ Վերլուծել ենք Զիմբրուի անցած 4 խաղը։ Ես շատ եմ հարգում Զիմբրուին, քանի որ նրանք ունեն փորձ եւ լավ որակ։ Եթե անկեղծ չեմ մտածում ով է այս դիմակայության ֆավորիտը, կարծում եմ 90 րոպե պետք է ցույց տանք, թե ով ենք մենք եւ թե ինչպես ենք ֆուտբոլ խաղում։ Մարզչի հետ ասուլիսին ներկայացած Հելդեր Ֆերեյրան էլ վստահեցրեց, որ պատրաստ են այս փորձությանը։ Մենք սկսել ենք նախապատրաստվել 1 ամիս առաջ եւ կարծում եմ, որ շատ լավ հավաք ենք ունեցել։ Ավելի քան պատրաստ ենք այս խաղին։ Հուսով եմ, որ մեր խաղը կարդարացնի բոլոր սպասելիքները։ Սա եւս մեկ հանդիպում է, որտեղ պետք է ցույց տանք մեր հնարավորությունները եւ ուզում ենք հաղթել այս խաղում։ Այսօր հենց այս խաղադաշտում Նոան կփորձի առաջին քայլն անել դեպի կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ։ Մնում է հասկանալ, արդյոք այս արենան կդառնա հաջող սկիզբ Հայաստանի գավաթակրի եվրոպական հերթական ճանապարհի համար։